Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորընտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների տեխնացու դոկտոր Ներողություն Հմայակ Հովհաննիսյանը եւ Քոչարի կուսակցության նախագահ պարոն Արտակ Սարգսյանը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Այք։ Մենք այսօր քննարկում ենք տարբեր հարցեր եւ ներքաղաքական եւ իհարկե այն ամենը ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, մասնավորապես Մերձավոր Արևելքում, Իրանում։ Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ այս քննարկման առաջարկը մենք ստացել ենք պարոն Հմայակ Հովհաննիսյանից։ Նա ցանկություն է հայտնել հենց Արտակ Սարգսյանի հետ զրուցելու մեր տաղավարում, մեր հաղորդաշարի քննարկում հաղորդաշարի շրջանակներում։ Եվ իմ առաջին հարցս լինելու է պարոն Հմայակ Հովհաննիսյանին ուղղված։ Ինչով է պայմանավորված ձեր այս ցանկությունը։ Ինչու է հենց այդ շատ բազմաթիվ կուսակցություններ կան նախընտրական շրջանը։ Ես գիտեմ, որ դրա հետ է կապված ձեր այդ ցանկությունը։ Բայց ինչու հենց Քոչարի կուսակցության հետ նախագահի հետ ցանկություն։ Արտակ Սարգսյանի հետ իսկապես ցանկացել եմ հանդիպել, նախ որովհետև Արտակ Սարգսյանը ղեկավարում է նորաստեղծ կուսակցություն, երևի թե այս ընտրարշավին մասնակցող կուսակցություններից եզակի այն կուսակցությունը, որը հենց նոր գրանցվել է, նոր ստեղծվել է եւ ինքը Արտակ Սարգսյանը նոր դեմք է մեր իրականության մեջ եւ այդ պահանջարկը նոր դեմքերի իսկապես կա իսկապես եւ այստեղ է որ ես վստահ եմ, որ նա լինելով փորձառու անձնավորություն, ով անցել է շատ լուրջ աշխատանքային ճանապարհ, ունի շատ հետաքրքիր կենսագրություն, երբեք կաղապարված չի եղել որևէ սահմաններում, այլ գործել է մի էքստրեմալ իրավիճակներում, իր կյանքի ընթացքում գործել է էքստրեմալ յուրահատուկ իրավիճակներում եւ իրեն դրսևորել է որպես ֆորս մաժորային մենեջեր։ Այսա շատ կարևոր հատկանիշ է, որը մեր իրականության մեջ պահանջված է, բայց դա ընդհանուր, այսպես ասած, իմ հետաքրքրության մասն է, Դուք հարցեր ունեք, ես նաև ասեմ շատ կարևոր եմ այն, ինչու ես նաև ցանկություն ունեցա իր հետ քննարկել նախընտրական իրավիճակը Հայաստանում եւ նաեւ ինչ է մեզ սպասում ընտրություններին, այս հարցերը, որովհետեւ ինքը վերջերս հայտարարեց, որ որոշել է ուսումնասիրել, նախ հայտարարեց, որ չի տեսնում ընդդիմադիր, հայտարարել էր, որ չի տեսնում ընդդիմություն, ինչ նկատի ունի, որտեվ ես էլ մեծ վերապահումներ ունեմ այն ուժերի նկատմամբ, ովքեր այսօր խոսում են, որ իրենց փորձում են ներկայացրել որպես ընդդիմադիր, այսինքն այլընտրանք։ Ես այլընտրանքային ուժերի իսկապես չեմ տեսնում, որովհետև ընդդիմությունը դա մի քիչ անհասկանալի տերմին է մեր իրականության մեջ, նամանավանդ հաշվի առնելով այս խորհրդարանական ընդդիմության գործունեության ուրեմն պատկերը, որ այդ մարդիկ հնարավորություն ունեին հրաժարվելով մանդատներից կանխել ոչ նպաստավոր զարգացումները մեր երկրում, մասնավորապես եթե սիրտները այդքան ցավում էր Արցախի համար, ինչու Արցախի կործանումից հետո ի նշան բողոքի վայր չդրեցին իրենց մանդատները, չէ։ Տրամաբանական կլիներ այդպիսի ողբերգություն, նստեցի խորհրդարանում եւ շարունակեցին իրենց այդ խոսքուզրույցը, որը միջնորդվում էր բուրըն դրսևորումներով, մեկը մյուսի վրա շիշեր գցում, սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում, եւ այս պատկերը սա, եթե իրանք ուզում էին ցույց տային, որ դա իսկապես բեկումնային մի իրավիճակ է, որը որին անհրաժեշտ է արձագանքել ֆորս մաժորային իրավիճակին հարիր արձագանքով, վայր դնելով մանդատները, դա չարեցին, հասցրեցին գործը հիմա եւ հիմա ներկայանում իսկապես համամիտ եմ, բայց դե հարց արդեն պետք է ուղղել։ Երկրորդը նա այս ուրեմն իրավիճակը բնութագրելով որպես մի իրավիճակ, երբ ինքը չի տեսնում ընդդիմադիր այլընտրանքային ուժ դաշտում եւ
սրա հետ մեկտեղ ինքը հայտարարեց, որ որոշել է դաշինք ստեղծել ժողովրդի հետ։ Այսինքն ինքը գտնում է, որ անհրաժեշտ է դաշինքով գնալ ընտրությունների ժողովրդի հետ դաշինքով, այսինքն ես վաղուց եմ դա ասել, որ մեր այս ընտրությունները ծանրաբեռնված են մի շատ վտանգավոր իրավիճակով, երբ ուրեմն անկուսակցականների ներկայությունը ազգային ժողով երաշխավորված չի, այսինքն մեծամասնական ընտրություններ չկան, ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով են, կուսակցական ցուցակներով, բայց եթե օրինակ կանանց համար նախատեսվում են քվոտաներ, անկուսակցականների համար, որոնք կազմում են հասարակության մեջ 95%-ը միջազգային տվյալներով, բոլոր երկրների տվյալներն են, բոլոր երկրներում էլ կուսակցականների թիվը 3-ից 5%-ը, 5%-ը չի գերազանցում, 95-97%-ը անկուսակցական քաղաքացիներ են, որոնք պետք է ներկայացված լինեն ազգային ժողովում իրենց հոգսերով, իրենց մտահոգություններով, ի վերջո դա նույնպես դիրքորոշում է, երբ որ մարդը կուսակցականությունը չի համարում, այսինքն կուսակցությունը նշանակում է ժողովրդի մաս, չէ, այդ մասը պետք է ծառայի մեծամասնությանը, բայց ինչպես ծառայի, եթե մեծամասնության ձայնը մեր այս կուսակցապետերը շատ հաճախ չեն լսում եւ անտեսում են։ Եվ դրա համար այդ թեզը, որ մարդը ասեց դաշինք ժողովրդի հետ եւ ասեց նույնիսկ կոնկրետ, որ տեղերի կեսը կտրամադրվի անկուսակցական գործիչներին, ովքեր կիսում են գաղափարախոսություն։ Բարի, պարոն Հովհաննիսյան, թույլ տանք արդեն պարոն Սարգսյանը բացի երկու այդ ձեր թեզերը։ Շարունակեք հետո եթե կարելի։ Եվ երրորդն էլ ասեմ։ Հետո չեք ընդմիջելու։ Լավ, թող ես եմ ընդմիջի, լավ, երրորդը հետո կասեմ։ Պարոն Սարգսյան, ընդդիմություն չկա, ասում եք դուք։ Նախ շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն պարոն Հովհաննիսյանի համար, այս նախաձեռնության համար, իրոք իմ կողմից շատ հարգված եւ փորձառու անձնավորություն եւ ես հույս ունեմ, որ հետագայում պարոն Հովհաննիսյանը նույնպես ոչ կուսակցական հիմունքներով կընդգրկվի մեր թմի մեջ եւ ամենալավագույն տեղերը ցուցակի։ Այսինքն շահադիտական է եղել ձեր այս ցանկությունը, հա, պարոն Հովհաննիսյան, ես չեմ դեռ չեմ առաջարկել առաջի անգամ, որովհետեւ ես ըստ էության մտադիր չէի մասնակցել ընտրություններին որպես ակտոր, ես մտադիր էի մասնակցել որպես վերլուծաբան, որը դիտարկում է քարոզարշավի ընթացքը, բայց այս առաջարկությունը Այսինքն արդեն մտադիր եք։ Չէ, ես գիտեք, ինչ նման լուրջ մտադրությունները չեն առաջանում հպանցիկ ձևով եւ չեն ուրեմն քննարկվում թրուցիկ ձևով։ Սա իհարկե լուրջ մտածելու բան է, ես շնորհակալ եմ այդ առաջարկության համար եւ իհարկե կյանք ցույց կտա։ Ես նաև երրորդ ես նաև նկատառում ունեմ, որ հետո կասեմ։ Այս երկուսի վերաբերյալ տեսեք, որ ընդդիմություն չկա, իրոք ասենք հենց Քոչարի կուսակցությունը ծնվեց, քանի որ պահանջ կար եւ այդ ընդդիմություն բառը այսօր դառել է հայհոյանք Հայաստանում մարդիկ մեզ բառացի հարցնում են, դուք երրորդ ուժ եք թե ընդդիմություն, այսինքն ընդդիմություն բառը հավասարվել է հայհոյանքի, մարդիկ այդ բառը չեն ուզում լսեն եւ այդ բառը ծնվել է երրորդ ուժ ժողովրդից, նույնն էլ Քոչարին ծնվել է ժողովրդից, մենք եկանք միացանք ժողովրդական շարժմանը, ինչքան էլ իշխանականները կասեն Սրբազանին, ոչ մենք Սրբազանին չենք միացել եւ հենց առաջի օրը քննչականի մոտի հարցազրույցում, որ մեզ ասեցին եկել եք Սրբազանին միանաք, այդ կադրերը կա, ասել ենք ոչ, եկել ենք սկսենք մեր շարժումը, բայց տեսել ենք, որ կա ժողովրդական շարժում, միանում ենք ժողովրդին, մենք գիտեք, ղեկավարները գալիս գնում են, ժողովրդի շարժումը մնում է, այդ Նյուտոնի նույն օրենքն է, էներգիան որտեղից ոչ մի տեղից չի ծնվում եւ ոչ մի տեղ չի վերանում։ Այսինքն այդ դժգոհությունը ինչքան էլ իրանք փորձեն Սրբազանով, Պղծազանով բերեն, բայց մեկը որոշ ժամանակ շահում են, բայց այդ կա ֆիզիկայում այդ հասկացողությունը երեք մարմինների, նրանք չեն կարող են մի քիչ հետաձգել, բայց չեն կարող վերացնել այդ
շարժումը եւ Քոչարի կուսակցության պահանջ այն ժողովրդի պահանջ էր, որ ժողովուրդը ման էր գալիս մեզ էր դիմում, ասում էր պարոն Սարգսյան, լավ, եկաք ձերբակալեցին, ինչ գնալու եք, ասում է, չէ, չենք գնալու։ Հետո որ իրավագիտությունը ստանում երկրորդ կրթությունը, տեսա որ ըստ Հայաստանի օրենսգրքի ընտրական անձը չի կարող մասնակցել ընտրությունների, միայն կուսակցությունները։ Դրա համար որոշում կայացվեց, բավարարել էր ժողովրդի խնդրանքը եւ ստեղծել կուսակցություն եւ հարցեր դրված անունի համար, իհարկե Քոչարին հենց այդ Մերան անունն է, հենց այդ միաբանության, հենց այդ հաղթանակների անունն է, որ եւ ժողովուրդը հոգնել էր այդ 3 տարանի, 4 տարանի կուսակցություններով եւ այդ խեղաթյուրումից, որ Մայր Հայաստանը ամանչում ես ասես, պատիվ ունեմ ամանչում ես ասես, քանի որ արդեն ժողովրդի կողմից այնքան է, պատկերացնում եք, որ այսօր Մայր Հայաստան բառը կամ ես սպա եմ հանդիպում ռուսերեն կամ անգլերեն եմ ասում, այս ալյուտի այդ չեմ ասում, պատիվ ունեմ, հասկանում եք, այսինքն այնքան դիտավորյալ վարքաբեկվել են այդ տերմինները, չէ՞, որ մի հատ էլ ստեղծել 4 տարանի կամ 3 տարանի կուսակցություն, որ ամեն ինչի մեջ Հայաստան բառը պետք է լինի, որ այդ անունն է վարքաբեկվի, մենք համարեցինք, որ դա իրոք հանցագործություն։ Խոսքով առաջին հարցը հետևյալն էր, որ դուք ասում եք ընդդիմություն չկա, բայց Չէ, ընդդիմություն կա, դա հայոյանք է, կառավարվող։ Ընդդիմություն բառը։ Հա, կառավարվող ընդդիմություններ, մենք ասում ենք կառավարվող ընդդիմություն։ Չենք ասում կեղծ։ Տեսեք, տարբեր է, պսևդոն դա կեղծն է, դուք ասում եք կեղծ չէ։ Չէ, կեղծ չեն, կան իրանք, բայց կառավարվող են, հասկանում Դե ուրեմն արդեն կեղծ է, պետությունը միշտ իշխանությունը երկու սկզբունքով է աշխատում։ Մասնատիր, որ տիրես, միավորի, որ կառավարես, հա։ Հիմա գալիս են ուժեր, մեզ առաջարկում են միավորել, այդ ուժերը ստանում են որոշ դրամական խրախուսանք, ունեն մեդիա ռեսուրս, ձեզ միանում են, ձեր գաղափարները մի վեհ գաղափար են ընտրում, հիմնական խնդիրը երկրորդ պլանա, ընդգրկվում եւ այդ մարդիկ ժողովրդի լեզվով ասած պատրաստ են այդ դրամի կամ ինչ-որ աթոռի համար փչանան, դու էլ իրանց հետ փչանալու ես։ Հիմա երկրորդը կուսակցությունները, որ Հայաստանում կա 123, ինչքան գիտեմ, կուսակցություն, հա, գրանցված, այդ չգործողների կուսակցության մեջ ընդգրկված, հա, երևի 10%-ն է, ամբողջ աշխարհում այտենց է, կարող է Հայաստանի մակարդակով լինի 5-10 հազար, այսինքն ես կուսակցություն բացեցի եկանի մոտ, մյուսը բացեց գնացին իրա մոտ, ես տխրեցի ինքը ուրախացավ, չնայած որ Քոչարի կուսակցության մեջ ասեմ, որ դե քանի որ դու կարողանում ես հետևել մարդը ինչ կուսակցական գործունեության մեջ ա եղել, ասեմ որ մեծամասնությունը ոչ կուսակցական առաջներում ոչ մի կուսակցության անդամ չեղածները եւ երբ որ դուք տեսնում եք այդ հավաքների ժամանակ 70-100 հազար մարդ է հավաքված, այդ դա հենց այդ հայերեն non-affiliated, հա, ոչ ասոցիացված զանգվածն է եւ այդ կառավարվող ընդդիմությունների հիմնական վախը այդ զանգվածն է, թիմակիցները այդ 5-10 հազարը, մեկը ամոթի խաթր, մեկը որ անձամբ ճանաչում է, չեն անի ոչ մի բան, ամոթից կգնան, կլռեն տուն, իսկ այս 70-100 հազարը ոչ ասոցիացված խումբը, թե միկրոֆոնը ձեռիցդ կխլի, թե կծեծի քեզ, հիմա այս կառավարվող ընդդիմությունների հիմնական նպատակը ինչն է, ստեղծել օրակարգ, շարժումը պետք է լինի ինքնաբուխ, կառավարել այդ շարժումը եւ ընդունված կարգով քայլեցնել, մաշեցնել, հիասթափեցնել, վերջում մնա այդ 5000, 2000-ը կտանեն բախման, թե ուղղակի կցրեն տներով, այդ էլ ավելի վատ հետևանք, կտանեն բախման, մարդիկ բանտերում կլինեն, հիվանդանոցներում կլինեն, այդ մարդկանց չեն օգնի, էլի կգնա հիասթափության օրակարգը, որը պետության ամենամեծ հաղթանակն է, քանի որ երբ որ մարդը դուրս է գալի ու ասում է, այս անգամ էլ չստացվեց, դա ամենամեծ հիասթափությունն է։ Ավազակապետության։ Այո, ավազակապետության, իհարկե։ Հաղթանակն է։ Իր հաղթանակն է, քանի որ հիասթափված մարդը միայն զբաղվում է անձնական շահերով։ Ոնց եք այդ շղթան կտրելու։ Մենք արդեն կտրել ենք այդ շղթան, ոնց որ ինչպես որ պարոն Հովհաննիսյանը ասաց, մենք գնում ենք ամենամեծ դաշինքով, դա դաշինք
հասարակության ժողովրդի հետ եւ մեր կուսակցության ցուցակների համարյա կեսը ոչ կուսակցականներն են։ Դա հենց այդ շղթայի ամենամեծ սկիզբն է կտրելու, որպեսզի թե մտավորականները, թե գիտնականները մենք ունենք լավ եղբայրներ, քույրեր, որ արժանի են մասնակցեն Հայաստանի ստեղծմանը կամ Հայաստանի զարգացմանը, բայց քանի որ կուսակցական հայացքներ չեն կիսում, իրանց դուրս են թողում։ Հիմա ես պարոն Հովհաննիսյանին, որ առաջարկեցի, ես սիրով պարոն Հովհաննիսյանին ոչ կուսակցական կընդգրկեմ, քանի որ անպայման չի, որ ինքը կիսի իմ կուսակցական նպատակները, ես իր ելույթներից, իր անցած ճանապարհը որ տեսնում եմ, ես տեսնում եմ, որ այս մարդու փորձը, թե անձնական կապերը այլ երկրների հետ, թե անցած փորձը, հենց Հայաստանը կառուցելու զարգացման համար է, ոչ թե գալ կուսակցական աթոռով, ապարգևավճար ինչ-որ ստանալ, հետո հույս ունենալ, որ թոշակ պետք է ստանա, այսինքն Դուք մի հարցազրույցում ասիք ես իմ գաղափարներից չեմ շեղվի։ Որոնք են ձեր գաղափարները։ Տեսեք, գաղափարը մարդկանց հետ դաշինք կառուցելուց մենք գաղափարներով տարբեր կլինենք, բայց ով մեր կարմիր գծերին համաձայն չի, մենք նրանց հետ ճամփա չենք գնա։ Ես գամ կարմիր գծերից։ Կարմիր գիծը երկու հատ է։ Հայ արյուն պետքա չթափի եւ իշխանությունը կռվախնձոր չպետքա դառնա։ Ես տեսել եմ երկրներ, որ մինչև հիմա ոտի չեն կանգնում, հենց Աֆրիկայում, հենց Կենիայի սահման, Սոմալիա, Սուդան, հենց որ իշխանությունը դարել է կռվախնձոր եւ իրար մորթել են։ Մենք Սոմալիի չափ չկանք ոչել Սուդանի, դա Հայաստանի գործանումը կլինի։ Դա ամենահիմնական գաղափարն է, ում հետ մենք ճանապարհ չենք կարող անցնել։ Իսկ մյուս գաղափարական տարբերություններով մենք Քոչարի հենց բառը նշանակում է դեմոկրատական ցենտրալիզմ, հա, այդ ռուսերեն որ ասում են «Соединить несоединимое», հա, հենց մերանն է, հասկանում եք։ Եթե պատմությանը հավատանք հարուստ, աղքատ, իրար զուգահեռ հասարակություններով ապրել են, բայց Քոչարի ժամանակ իրար ձեռ են բռնել կամ իրար մեջք են բռնել, հասկանում եք, հենց Քոչարին հանդիսանում է այդ մերանը, որ Այդ շատ կարևոր ես որ ասեցի ֆորս մաժորային մենեջեր, այ դա ապացուցվեց այն բանով, ինչ ասեց Արտակ Սարգսյանը, հենց նոր ասեց, որ համար առաջին կարմիր գիծը հայը հայ արուն չպետք է թափի։ Հայը հայ արուն իրավունք չունի թափելու։ Եվ իշխանությունը չպետք է դիտվի որպես ինքնանպատակ դառնալով կռվախնձոր։ Սա այն է, ինչ երբ որ մի խումբ մեր երկիրը այցելած կարևոր առաքելությամբ մարդկանց հետ 95 թվականին ես նրանց հետ այն բանից հետո երբ որ ցեղասպանությունը ճանաչվել է Ռուսաստանի Պետդումայի կողմից գնացինք Կարեն Սերոբչի հետ այդ մարդիկ մոտ Դեմիրճյանի ես էի տարել հանդիպում տեղի ունեցավ Բաբուրինի վիցե խոսնակներ Պետդումայի Անմիջապես այդ բանից հետո, երբ որ ընդունվել էր այդ բանաձևը, երբ որ ճանաչվեց ցեղասպանությունը, իսկ Ռուսաստանը առաջի ՄԱԿ-ի անվտանգության մշտական անդամներից, անվտանգության խորհրդի մշտական անդամներից առաջի երկիրն էր, որ ճանաչեց եւ դատապարտեց ցեղասպանությունը։ Կարևոր դա բանաձև էր, որ նոր էր ընդունվել, եւ երբ որ խոսում էին Բաբուրինը դիմեց Դեմիրճյանին, ասեց Կարեն Սերոբչ, այս ինչի եք դուք նստել այս գործարանում, դուք պետք է դուրս գաք եւ առաջնորդեք ժողովրդին, դուք այդ մարդն եք, առաջի անգամ էր շփվում Դեմիրճյանի հետ, երբեք առիթ չի ունեցել մարդը շփվել, հիացած էր նրան, անձով նրա անհատական աուրայով, որ Արտակ Սարգսյանը եւս եւ գիտեք ինչ ասեց Դեմիրճյանը, ասեց ես ասեց կմտնեմ քաղաքականություն, վերադառնամ միայն մի դեպքում, եթե ես համոզված լինեմ, որ իմ վերադարձը մեծ քաղաքականություն պատճառ չի դառնա, որ գոնե մի հայ մարդու մազից գլխից մի մաս պակասի։ Այսինքն ես ոչ Շևարդնաձե եմ, ոչ Գեյդար Ալիև եմ, ես այն մարդն եմ, որը իմ ամբողջ կյանքի ընթացքում այս դավանել է այս սկզբունքը, այս սա, որ ասեց ես հիշեցի այդ դրվագը։ Պարոն Հովհաննիսյան, եւ նաեւ ասեմ երրորդն էլ այն էր, ինչ արդեն ասեց, ասեց, որ
երրորդ ուժը, ինձ իսկապես շատ հրապուրեց այն, որ հստակ ձևակերպել է Արտակ Սարգսյան այն, որ ինքը համարում է ոչ նախկիններ, ոչ ներկաներ, այլ երրորդ ուղի, երրորդ ճանապարհ, որովհետև այսօր մենք կանգնած ենք մի շատ մեծ վտանգի առջև, չափազանց մեծ վտանգի առջև ենք կանգնած։ Երկու կողմերն էլ, եւ գործող իշխանությունը, եւ այսպես կոչված տիտրոսային ընդդիմությունը, որը դիրքավորվել է եւ փաստորեն այսօր երբ որ թվարկում են այն բարձրագույն լիգայի մասնակիցներին իբր ընտրությունների, դա կամ նախկիններն են կամ ներկաներն են, երրորդը չկա, այսինքն ուրեմն Տաշիրը, Ծառուկյանը եւ Քոչարյան Ռոբերտը երեքն էլ ովքեր նաեւ դիրքավորում են այն մյուսներին, այսինքն Սերժի պրոքսիներին, Սերժը մտել է թփերի տակ, բայց իրա Թաթոյաններով եւ այլն մասնակցել են։ Արդեն դուք վերագրում եք ես ասեմ, պարզապես ավարտեմ իմ միտքը, որ սա երբ որ մենք տեսնում ենք այս երկու ճամբարները ինչպես են այսօր մեկը մյուսին պաստալով ուրեմն փորձում վերածել այս ընտրությունները աշխարհաքաղաքական դիմակայության թաթերաբեմի Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում, բայց գնում են դրան, որովհետեւ միայն դրա հաշվին կարող են մոբիլիզացնել իրենց կողմնակիցներին, որոնք արդեն իսկ իրենցից հիասթափվում են կամաց հետ են քաշվում իրենցից, որպեսզի այդ ացլայենը, չէ, ռուսերեն բարկա, որպեսզի այդ ացլայենը այդ ուրեմն արտահոսքը իրենց ներսից կասեցնեն, դադարեցնեն, իրանք զարկ են տալիս աշխարհաքաղաքական դիմակայության իրավիճակ ստեղծելու այդ քայլերին, որոնք չափազանց վտանգավոր են, դրա համար եմ ես ասում, այս մարդը ֆորս մաժորային մենեջեր է, իր ճանապարհով անցած, եւ ես կանխատեսում եմ որպես քաղաքագետ ամենավատթարագույն սցենարները, որոնք ամենավատթարագույն, եթե այս մարդիկ սկսել են կես տարի առաջ ընտրարշավը, եւ արդեն իսկ մենք տեսնում ենք ինչ ոճով են այդ ընտրարշավը, դուք տեսակ եք մետրոյում ինչ պատկեր էր, չտեսակ, չէ, դուք այդպիսի վարչապետ տեսել եք, որ հարցակվի քաղաքացու վրա մետրոյի վագոնի մեջ եւ փորձի նրան ինչ-որ բան բացատրել, մինչդեռ ինքը երբ որ այդ ուրեմն քարտեզը կպցրել է կրծքին եւ այդ քարտեզով շրջում է, գիտեք ինչ, այդ քարտեզը մեր բոլորիս համար ցավ է, մենք այդ քարտեզը մեր հայրենիքի 1/10-ն հասկանում եք, հայը երբեք չի հաշտվի, ես հիշում եմ մենք տեսել ենք, չէ, դա երբ որ Կասիգինը, Խորհրդային Միության վարչապետը, պրեմիեր մինիստրը, Սովմինի նախագահան Թուրքիայում հայտարարեց, որ Խորհրդային Միությունը տարածքային պահանջ չունի, ինչպես բարձրացավ մեր մտավորականությունը ոտքի կանգնեց, ինչպես էր վիրավորված, ինչու, պարզ պատճառով, որովհետև հայ մարդը երբեք չի հաշտվի այդ 1/10-ով, հիմա դու սադիստ ես, այդ բանը կպցրել ես ու գնում ես մտնում ես ժողովրդի մեջ, ախր մեղք է այդ ժողովուրդը, չէ, դաղվում է դրանով, ես ինքս ռեալ պոլիտիկի կողմնակից եմ, ես զգացմունքների կողմնակից չեմ, բայց եթե դու ինքդ ես այդ զգացմունքները գրգռում, դա ինձ համար անհասկանալի է, մի կողմից դու ասում ես, Նիկոլ, որ դու ռեալ պոլիտիկի կողմնակից ես, ռեալ պոլիտիկի ջատագով ես, որ դու իրական Հայաստանի կողմնակից ես, բայց ինչու ես գրգռում մարդկանց զգացմունքները, որպեսզի մարդիկ ընդվզեն այդ ռեալ պոլիտիկի դեմ, ուրեմն դու ուզում ես իսկապես կոնֆլիկտային իրավիճակ ստեղծես, դու գրգռում ես այդ կոնֆլիկտային իրավիճակը, ինչու, որովհետև վստահ չես, որ կարող ես այլ կերպ, այլ ճանապարհով մոբիլիզացնել քո կողմնակիցներին։ Սա փաստորեն դուք ասում եք սա դրանք էր։ Ես ասում եմ, այդ որ այդ բանը դնում է այսենց կրծքին եւ քայլում է, դա մի կողմից ինքն է դա անում, մյուս կողմից տեսեք ինչ հետարքիր բան է, իրար արժեն։ Այն մյուսներն էլ Արցախի դրոշն են ծածանում։ Երկուսն էլ մի բան արժեն, իրար արժեն, են քոչարյանականները, դոդականները, մոդականները, դրանք էլ ուրեմն Արցախի դրոշն են դարձրել, այդ գրգռիչ
գրգռիչ մեխանիզմը։ Լավ։ Հասկանում եք, երկուսն էլ նույն ձևով, այսինքն աղ են լցնում այս ազգի վերքերի վրա։ Իրանք այդ վերքերը ստեղծեցին, հիմա աղ են լցնում, որպեսզի կարողանան իշխանությունը պահել իրանց երկուսի ձեռքում։ Ձեր գնահատականը։ Ես նախ գամ այդ ուժերից, որ պարոն Հովհաննիսյանը ասաց, մեր ժողովուրդը այդ ուժերին անուն ա տվել Ղարաբաղյան կլան, այդ անպայման չի, որ Արցախցի լինի, Սիցիլիայի մաֆիայի մեջ սկզբից հող պաշտպանող խմբավորումներ էին 200 տարվա պատմություն ուներ, հա, այնտեղ գոնե կոդ կար հոնոր, հա, այդ պատվի կոդ կար, իրանց հողն էին պաշտպանում, բայց հետագայում ասենք թե Հռոմից, թե Ամերիկայից կային անդամներ։ Հիմա այդ անունները, որ պարոն Հովհաննիսյանը տվեց, դրանք նույն Ղարաբաղյան կլանի, թե Սամվելը, թե Ծառուկյանը դրանց ստեղծածողներն են եւ նույն ուժերն են։ Հիմա Փաշինյանի այս սադրանքները, որ կատարում է, ես մտածում եմ, որ դա կազմակերպված է, ամենայն հարգանքով այդ տիկնոջը, միգուցե ես սխալվեմ, բայց այդտեղ քաղ տեխնոլոգիա կա, ինքը պոպուլիստ մարդ է, եթե ինքը հասկանար, որ Արցախի հարցը ժողովրդի մեջ, ասենք, ինչ-որ բան է գրգռում, նա Արցախի հարցով կզբաղվեր, բայց տեսնելով, որ մենք Արցախից ենք խոսում և ժողովուրդը լավ է ընդունում, նոր մոտեցումով է գալի, հա, եթե նրանք Արցախ պահող լինեին, մենք եկանք know-how-ով, ասեցինք բերենք վարձկաններ կամ պրոքսի բանակ և Արցախի պատերազմը ուրիշ ընթացք ունենար, մեզ մերժեցին, հասկանում եք, երբ որ մեր տատերը մշից գաղթում էին, նրանք ոսկին պահում էին հույսով, որ հետ են գնալու, արցախցիները իրանց դիակները վաղուց հանել էին, որոշ մարդիկ էլ դրած մեքենայի տանիքին դիակները բերում էին, այսինքն դա նշանակում էր, որ նրանք հետ չէին գնալու։ Հիմա Երևանի մեջ մենք ունենք Հայաստանցի անօթևաններ կամ բոմժ, ժողովրդի լեզվով։ Դուք Արցախցի բոմժ տեսած կաք, 120,000 մարդ է գաղթել եւ եկել Հայաստան։ Այդ ոնց է, որ մի հատ Արցախցի բոմժ չենք, ամենայն հարգանքով են հասարակ մարդկանց։ Սա նշանակում է, որ այս Ղարաբաղյան կլանը արդեն վաղուց պլանավորել էր նրանց տեղափոխումը Հայաստան, թե հիմա 120,000 գումարած 80,000 Ռուսաստանից այս Կարապետյանի պլանավորում էին մի ընտրություն կազմակերպեն, որ 200,000-ով գնան այդ աթոռներում մնան, Փաշինյանը ավելի խելոք գտնվեց, անձնագրերը չտվեց, ասեց սա հայկական անձնագիր չի, սա պաղեստինցիքի անձնագրի պես լեսե-պասե է, հիմա կանգնացրել է քաղաքացիություն տալը, հասկանում եք, Փաշինյանը շատ հատկություններ ունի, բայց հիմա դրանցից մեկը չի։ Եվ հիմա այս, որ գալիս է Արցախի հարց, հիմա այդ կնոջ դեպքը կոնկրետ մենք տեսնում ենք, ասենք, բանի դեպքը, հա, Մոնիկա Լևինսկի, որ սկզբից ստել, հետո խոստովանություն, այսինքն մարդիկ սիրում են անգլերեն բառը, հա, redemption, հա, խոստովանությունը, հա, տեսեք, Կլինտոնը սկզբից ստում էր, պաշտպանում էր, հետո դուրս եկավ, ասեց ինձ կներեք, եւ իր ռեյտինգը ուժեղ բարձրացավ, երբ որ պատմությունը պատմեց, հիմա ստեղ տեսնում ենք, էլի եմ ասում, ամենայն ներողություն այդ կնոջից, եթե ինքը այս մասը չէր այդ բանի, բայց դարձավ մաս, եւ Փաշինյանը միշտ շահող է դուրս գալիս։ Ինչ-որ բան շահեց Փաշինյանը այդ երեկվա պատմությունից։ Երեկվանից չշահեց, բայց այսօր առավոտյան կամ երեկվային, որ ես կգամ ամենտեղ ներողություն կխնդրեմ, ես կհրավիրեմ ձեզ այդտեղ, իհարկե նա ռեյտինգի աճ կունենա որոշ չափի, հետո այն մյուս դեպքը, երբ որ մարդը ասում է ես կռված տղա եմ, այդտեղ ոչնչացնում է ինքը այդ կռված տղա հասկացողությունը, էլ ինչ-որ մարդ էր, չի կարող ասել որտեղ է ինքը կռված, կանգնած է պաշտպանության նախարարը, ինքը ասում է՝ «Մի րոպե, որտեղ ես կռված»։ Էլ մի հատ ասա տեղը գումարտակ, ու մարդը չի կարողանում, այդտեղ ներկայացնում է, որ այդ կռված տղաները սաղսուտ են, այսինքն նա մտածված, դրանք ծրագրավորած, մտածված ակցիաներ չմտելը, որ խանութ չթողեցին, ցույց է տալիս, որ Քոչարյանի ժամանակ Ռոբիկ ասելով մարդ էին սպանում, հա,
բայց մեր մոտ անես դեմոկրատիա եմ ես ստեղծել, որ ինձ կարան խանութ չթողեն, կամ ինձ կարան մետրոյին վրես գորան ու մարդուն ոչ մի բան չլինի, elə մի հատ էլ հրավիրեմ, ներողություն, բուշի կոշիկն է, էլի բուշի վրա որ կոշիկ եմ շփոթում։ Լավ, ինչ քաղաքական ուժ հանդես է գալիս, ասում են սա Սերժինն է, սա Քոչարյանինն է, սա Ռուսաստանինն է։ Ինչ մեղքս թաքցնեմ, ձեր մասին էլ են ասում եւ լսել եմ, որ ասում են եւ ես հիմա կուզեմ, չէ, Աֆրիկայի չեք, չէ, դա չեմ ուզում, դա էլ գուցե, բայց դե Վարդան Ղուկասյանի հետ են երբեմն ձեր անունը կապում։ Հիմա ես ուղիղ ուզում եմ հարցնել։ Լեննականի Վարդան Ղուկասյանը։ Ոչ, դոկի։ Դուք Վարդան Ղուկասյանի հետ են կապում, անգամ ես մի 2 ամիս առաջ այսպես խմբավորած տալիս էին Սերժի մարդիկ ովքեր են ու կուսակցություններ էին թվարկվում, դե չկրկնեմ Քոչարյանինն է, սատելիտները եւ կար նաեւ հպանցիկ, բայց դե ասում եմ, դա բամբասանքի շրջան է, մեկը մյուսի մասին վատ է խոսում։ Դա մեզ մոտ հիմա ընդունված պայքարի ձև է, հակաքարոզն է։ Ինչ առնչություն ունեք դուք Վարդան Ղուկասյանի հետ։ Վատ խոսելն ուրիշ է, ճշմարտությունն ասել ուրիշ է։ Ես ոչ մեկի հասցեին վատ չեմ խոսում, ես ճշմարտությունն եմ ասում։ Մենք պետք է հասկանանք, որ սա Արցախի ընտրություն չի, որ հիմա էս թե Քոչարյանի թևը, թե Փաշինյանը Արցախ հիշեց, մենք պետք է հասկանանք, որ Արցախը Հայաստանի մայրաքաղաքը չի, Արցախը Հայաստանի մարզ է, մարզից չի ղեկավարվում։ Ես ես բարձ օրինակով ասացի 120,000 մարդ է եկել, բոմժ ցույց տվեք ինձ Արցախցի, կարող է պարոն Հովհաննիսյանը գիտի, ես չեմ նկատել, կներեն եթե կան, ես ասում եմ սա կազմակերպված ակցիա էր, որպեսզի Արցախը հանձնեն, հայաթափեն։ Ում մարդն եմ, իմ տիկնոջ անունը Վինֆրեդ Ֆլորանս Մոյ Վանգուի Կիբակի։ Ես մի հոգու մարդ եմ, ոչ մեկի մարդը չեմ, Վարդան Ղուկասյան դոկ կուսակցության համար, ես կասեմ, որ շփումներ լինում է, մանավանդ այս կեղծ մեկնարկը, որ տվել է իշխանությունը, այս ֆալստարտը, իրոք ֆալստարտ է տվել, էլի նպատակը նախ օրենք են խախտում, այսինքն հրաժարական չտված կառավարական անդամները օգտագործում են այդ լծակը, մարզպետը հրաժարական չի տվել կամ քաղաքապետը կամ եւ մասնակցում է մեկնարկին, այսինքն ստեղ արդարություն, հավասարություն, հա, ընտրարշավի կորում է, պետական ռեսուրս, ստեղ կա նախարար, ստեղ կա եւ մենք տեսել ենք ոնց է Փաշինյանը ավտոբուսից իջնում, նստում իր ջիպը, հետևից գնում, հետո նկարահանվելու համար էլի նստում ավտոբուս, ցույց տալու որ ինքը ավտոբուս։ Երեք ես կես ժամ սպասել եմ, որպեսզի այդ ավտոբուսը անցնի։ Ոստիկանները կանաչ լույսա, իրավունք չունես անցնելու, կանգնել են դիմացդ, ուրախ ավտոբուսը անցնի։ Լավ է կանգնացել են, ավտոյի տակ էին գցելու։ Մի խոսքով, հիմա այս կեղծ մեկնարկը, որ հայտարարված է, հիմնականում երկու նպատակ ունի։ Մեկը ժողովրդին հոգնեցնել, հիասթափեցնել, որպեսզի մասնակցությունը ընտրական լինի նվազագույնը, հա, այս իրար մեջ շփումները, գզվրտվոցը ընդդիմության եւ լեգիտիմացնել կառավարվող ընդդիմություններին, ներկայացնել, ասենք, Սամվել Կարապետյան կլինի կամ մյուս, հա, քանի որ չի ստացվում այդ կառավարվող ընդդիմությունների մոտ առաջի համարի, երկրորդ, երրորդի հարց կա։ Իրանք կարող է ցուցակ կազմեն, բայց ում ուզում են նրանք բերեն առաջի, երկրորդ, երրորդ, ժիլետ Կարեն, այդ դու հանձնեցիր իշխանությունը, գնացիր չկանգնար այս իշխանության համար, դու հիմա հետ ես եկել տրանզիտ եք սարքել իշխանությանը, վերջ տվեք այս մարդկանցից վազնակ եք։ Դոկի թեման, բայց շրջանցում եք։ Չէ, հիմա դոկի թեման։ Շփումներ եղել է, նախ հիմա իրանք կուսակցության մեջ ունեցան ղեկավարության փոփոխություն, նախկին ղեկավարության հետ շփումներ եղել է, դեռ ընտրությունների հարց չկար, միասնական ակցիա, մենք դոգի համար ակցիաներ ենք կազմակերպել Վարդան Ղուկասյանի, որպեսզի չվերադարձնեն, ես անգլերեն տեքստ էի գրել եւ տվել էի իմ կուսակցության անդամներին ծանոթներին եւ ուղարկել էին ամերիկյան դեսպանատուն, քանի որ անձամբ իմ կաշվի վրա զգալով այս արդարադատության համակարգը, գիտեի, որ այդ մարդու կյանքին վտանգ ասում։ Ինքը հանցագործ չի, ինձ չէր հետաքրքրում այդ մասը։ Ինձ հետաքրքրում է, որ այդ մարդը, եթե էքստրադիցիա լինի Հայաստան, նրան ոչնչացնելու են։
Կյանքի փրկության հարց։ Կյանքի փրկության հարցեր մենք դիմել ենք եւ շատ մեծ թվով email-ներ գնաց ամերիկյան դեսպանատուն եւ մի երկու email-ի հասցրել է ուղարկել եւ դրանից հետո ամերիկյան մեդիան առաջին անգամ անդրադարձավ Վարդան Ղուկասյանին։ Հիմա նոր ղեկավարության օրոք մեկ հանդիպում ենք ունեցել, դեռ համաձայնության չենք եկել, կան բանը, ոչ մի հետկուլիսային, ասենք, բաներ չկա, հա, մենք երբ որ ինչ որ հարցով կգանք համաձայնության, խոսենք հնարավորությունները զուգահեռ գնալ ընտրություններին, ընտրություններից հետո միավորվել, պետքա վստահություն ունենան ուժերը իրար հանդեպ, հա, որ չլինի քաղաքապետարանի ընտրությունների պես, կամ միասնական ճակատով գնալ, դեռ շուտ է ասել, բայց ասոցիացվել մենք չենք կլանվում ոչ մեկի կողմից, ոչ էլ ուզում ենք, որ դոկ կուսակցությունը կլանվի մեր կողմից, եթե պետքա լինի դաշինք, պետքա լինի երկու շտաբով, այնտեղ հարցեր կա, որ կուսակցությունները պետքա իրար մեջ այսքան բարեկամական հարաբերություններ կան, քաղաքական տեսակետների նմանություն կա, ուզում եք ասել, եւ չեք բացառում, որ կգա գուցե մի պահ, գուցե եւ չի գա այդ պահը, երբ դուք միասին կշարունակեք քաղաքական պայքարը։ Բարեկամական հարաբերությունների հարց չի, Արտակ Սարգսյանը այն եզակի կուսակցության ղեկավարն է, ով այսպեսի, ինչպես ինքը ասեց, ջանքեր է գործադրել, որպեսզի Վարդան Ղուկասյանը չհայտնվի կտանքների եւ պարզապես չձգվի կյանքից։ Սա է։ Առանց ճանաչելու։ Առանց ճանաչելու որպես հայ մարդ եւ կուսակցական գործիչ, ոչ թե բողոքի ձայնա բարձրացրել, այլ կոնկրետ քաղաքական քայլեր է ձեռնարկել, որպեսզի ներազդի ամերիկյան իշխանությունների վրա այն նպատակով, որ նրանք հասկանան, գիտակցեն, որ էքստրադիցիան հավասարազոր է մարդու ֆիզիկական ոչնչացման։ Իդեպ այս պահին ինչ վիճակ է, որովհետև հանրությունը տեղյակ չէ իսկապես Վարդան Ղուկասյանի ճակատագիրը այս պահին ինչից է կախված, ինչ վիճակում է նա։ Իմացած տվյալներով սպասում է վերաքննիչ դատարանի որոշմանը։ Ուրիշ տվյալներ չունեմ։ Գտնվում է կալանավայրում, այդ ICE, հա, այդ ICE կալանավայրում եւ ունի հեռախոսի իրավունք, տեսնում ենք պարոն Ղուշյանի մոտ հարցազրույցներ է տալիս, ես կապ չունեմ անձնական հետ։ Այսինքն քաղաքական նորից հարցը ես սկսեցի կներեք այդ բառի համար բամբասանքներից, որ դուք Վարդան Ղուկասյանի ստեղծած կուսակցությունն եք, դուք ժպիտ է իհարկե դա պատասխան է, բայց կուզենայի պատասխանը նաև լսել, ոչ թե տեսնել։ Մենք ժողովրդի ստեղծած կուսակցությունն ենք, իրոք ժողովրդի պահանջով ստեղծված կուսակցությունն ենք եւ այտենց էլ մնալու ենք ու մարդն էլ ասացի ես ում մարդն եմ, մի հոգու մարդ եմ։ Ամուսինն եք։ Մարդը այդ հայերենում այո, այդ բառախաղը հնարավոր է։ Չէ, ես չգիտեմ Վարդան Ղուկասյանը կուսակցություն ստեղծելու փորձեր ունի, տեսնում ենք որ ունի, բայց մեզ հաստատ ինքը չի ստեղծել։ Լավ, ինչպես ենք ճեղքելու, մենք ուզում էինք իհարկե Իրանի թեման էլ քննարկել, բայց վերջին այս հարցն է, եթե պարոն Հովհաննիսյան դուք էլ հարց ունեք, դուք էլ կտաք պարոն Սարգսյանին։ Ինչպես եք պատկերացնում ճեղքել այնուամենայնիվ այդ շղթան, որը դուք ասում եք կառավարվող է, թե կառավարվող չէ, ընդդիմություն անվանում եք, թե չեք անվանում, բայց մենք ունենք այսպես պինդ շղթայված օղակ ընդդիմություն Սերժ Սարգսյանը ոնց որ թե չի մասնակցում, ճիշտ է, դեռ չի մասնակցում անհատապես, այլ պրոքսիներով մասնակցում է, Քոչարյանը մասնակցում է։ Եվ դա ամենավտանգավորն է, երբ որ Սերժ Սարգսյանը ինչ-որ մի գործընթացի չի մասնակցում, դա ամենամեծ վտանգն է։ Իր սեփական դեմքով չի մասնակցում,
դա ամենավտանգավոր։ Այսինքն քողարկված Սերժ Սարգսյան։ Այսինքն քողարկված Սերժ Սարգսյանը ավելի վտանգավոր է, քան բացահայտ գործող Սերժ Սարգսյանը։ Դե ուրեմն քողարկված շատ հետաքրքիր հարցակում է գնում այսօր Սերժ Սարգսյանականների կողմից Երեք Ֆարմանյանի բանը կարդացի Facebook-ում, մինչ այդ ուրեմն Նարեկ Մալյանը ուղղակի ջախջախիչ հարցակում է գնում, ըստ որում անձնավորված այնտեղ Վիկտոր Սողոմոնյանի դեմ, որը ասեմ Պեսկովի հետ մտերմություն է անում, սերտ հասկանալի է, չէ, մի քիչ տարօրինակ է, որովհետև փնտրտուքի մեջ են Քոչարյանականները, թե ովքեր են ուրեմն Թուրքիայի ազդեցության գործակալները, թե Հայաստանում, թե ամենուրեք այդ փնտրտուքի մեջ է, բայց Պեսկովը ինքը մենք գիտենք, կարելի ասել ամենա, այսպես ասած, մեծ հիմքերը ունենք մտածելու, որ հենց նա է այդ գլխավոր լոբիստը թուրքական շահերի ռուսական իրականության մեջ, բայց իսկապես գրողը գնում է անձնավորված, բայց միաժամանակ նաև լուրջ ուղղակի մեղադրանքներ են ներկայացվում հենց Քոչարյանին եւ դա արվում է այս շրջանում եւ սա ցույց է տալիս մի բան, որ փորձ է արվում շարքից հանել Քոչարյանին, որպեսզի ուժեղացնել Սամվել Կարապետյանի դիրքերը։ Այսինքն այդ կռիվը գնում է հենց արցախցիների ձայների համար։ Արցախցիների ձայները երրորդ ուժը հաստատ չի կարող ստանալ, ցավոք սրտի, որովհետև օգտագործելով արցախցիների այս ճնշված իրավիճակը, այս մարդիկ, ովքեր մեծ ունեցվածքներ են դիզել, այսօր, այո, ճիշտ ասեց պարոն Սարգսյանը, լուծել են նրանց կացարանի հարցերը, բոլոր մյուս հարցերը եւ որևէ ձայն, ասենք այդ 30,000-ը, որ ստացել են քաղաքականություն, այս երկուսի միջև ապաժանվելու։ Հիմա իմ հարցս էլ դա է, այո, դուք նկարագրեցիք այս պահին իրավիճակը, ինչպես է տվյալ դեպքում Քոչարին, բացի Քոչարիից էլի կա օրինակ Շնորհապետական կուսակցություն կա, այդ դեմ են բոլորին կուսակցություն կա, Հանրապետություն կուսակցություն կա եւ այլն, տարբեր կուսակցություններ կան։ Արտակ Սարգսյանի առավելությունը։ Ասեք։ Որ Արտակ Սարգսյանը այստեղ չի գործունեություն ծավալել եւ որ նրա կուսակցությունը ստեղծվել է ոչ թե Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Այսինքն այն ժամանակ, երբ օձը իր պորտով չէր կարող մտնել ազգային ժողով, ես նման փորձ արեցի, ինձ մանդատը խլեցին, գիտեք, հիշում եք 12 թվականին, չնայած միասնական շտաբ էի ստեղծել եւ այլն, բայց խլեցի, որտեվ դաբրո չունի, առանց դաբրոյի ոչ ոք։ Նիկոլ Փաշինյանը մտել է ազգային ժողով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դաբրոյով։ Ղարաբաղյան կլանի դաբրոյով։ Պարոն Սարգսյան, ո՞րն է ձեր առավելությունը։ Չի եղել եւ հիմա նրա առավելությունը այնա, որ ինքը նոր է ստեղծվել, այ գրանց։ Դա ձեր կարծիքն է, պարոն Սարգսյան, ձեր առավելությունը ինչումն է։ Տեսեք, պարոն Հովհաննիսյանը ոնց բնութագրեց կրիզիս մենեջեր, ես կասեի, որ էքստրեմալ իրավիճակներում։ Ես կասեի, որ մեր առավելությունը, որ մենք մեր արածները know-how են, ժողովուրդը սկզբից չի հասկանում, կա այդ սրտի եւ ուղեղի պայքար, հա, մարդիկ ասում են սիրտը ասում է ճիշտ է ասում, ուղեղը ասում է, ոնց պետք է ապարենք ուրիշ ձև, պետք է չգողանանք, պետք է ուրիշ ձև, հա, բայց միևնույնն է սիրտը միշտ շահելու է։ Հիմա մեր առավելությունը ես ասեմ ձեզ որն է, նախ այդ ստանդարտ առավելությունները իհարկե որ արտագաղթին չենք մասնակցել, չենք թալանել այս կոռուպցիայի մեջ, արտագաղթը շատ մեծ կարևորություն ունի, մենք այսօր մեր կուսակցության անդամ ունենք, ում որ BTR-ով եկել են Արցախ, տարել են Արցախ փող ստանալու համար իր հորը առանց դատի, առանց դատաստանի եւ Երևանի ոստիկանությունը չի կարողացել պահել այդ մարդուն, ասել են, ես ինչ գեներալի հրամանն է, զինվորները BTR-ով եկել են Երևանցուն, տարել Շուշիի բերդում առանց դատախազի, առանց դատավորի թույլատրության պահել են, մինչեւ ընտանիք ստեղ եղածը ծախե տվել այդ գեներալի եւ
գտնվում են Ռուսաստանում, մեր կուսակցության անդամ են եւ սպասում են, որ իրավիճակ փոխվի եւ գան այդ հարցը։ Ինչու այդ օրինակը բերեցիք։ Ես ուզում եմ ասեմ, մենք չենք մասնակցել այդ բոլոր հիմա այս Արցախի կլանը, որ ուզում է հետ գա, այս ժողովուրդը պետք է հասկանա, որ դա արդեն ինքնասպանության մակարդակի ինչ-որ բան է։ Ես տարբերություն չեմ տեսնում Տաշիրի Սամո, թե ասենք Քոչարյան, ես նրանց մեջ տարբերություն չեմ տեսնում, այն որ հիմա չեն ասում էլ բարերար, դա հենց մեր շնորհիվ է, որ մենք ժողովրդին բացատրեցինք, որ այդ մարդը ինչ բարերար, հիվանդանոցա կառուցել ում համար, Ալիևի համար։ Չէ, անգամ եթե բարերար է, դա չի նշանակում, որ երկրի ղեկավար բանկ ունեցողը բարերար լինի, տիկինգա, չի կարող բանկ ունեցողը բարերար լինի։ Դու 1000 հոգուց տուն խլես գաս մեկին բնակարան տաս, դու ինչ բարերար ես, ասենք դրա բարերարությունը որտեղ է երևում, որ բանկ ունեցողը ոնց կարա բարերար լինի։ Հիմա այդ բարերար բառը էլ իրանք չեն ասում, մեր բազմաթիվ ելույթներից հետո արդեն հասկացել են, որ խայտարակվում են, հա։ Հիմա ես տարբերություն չեմ տեսնում, ես նույնիսկ ներքին համոզմունք ունեմ, որ իրանց պլանը տաշիրենք վարչապետ, հետո բերեն Քոչարյանին, դնեն նախագահ, փոխեն նախագահական եւ էլի էս ազգը սենց։ Պարոն Սարգսյան, իսկ ինչու եք բացառում, որ Փաշինյանը չի այնուամենայնիվ էլի նորից մեծամասնությունը ունենա եւ ինքը կլինի եւ վարչապետ եւ մնացած ամեն ինչն էլ ինքը կլինի։ Տեսեք, եթե լինեն ուժեր Կարապետյան եւ Քոչարյան, Փաշինյանը մեծամասնություն է տանելու։ Այստեղ ուրիշ բան չկա, հենց այս բանաձևը համաձայնվեք, որ Վիշի լիգան էս, Իմ համաձայնվելով հիմնական նկատի ունեմ հասարակությունը, եթե համաձայնվի, որ ընտրությունը պետք է կատարվի այս 4-ի միջև, Նիկոլ Փաշինյան եւ այս 3-ը, Փաշինյանը հաղթելու է։ Փաշինյանը հաղթելու է 21 թվականի ընտրությունների նույն տարբերակը։ Ջախ-ջախից։ Փոստի վրա չեն կանգնում։ Հասարակությունը պետք է հասկանա։ Պարոնակ, նույն փոստի վրա չեն կարելի կանգնել։ Այսինքն նույնը եղել է այն ժամանակ էլի այս մարդուն ինչի եմ ես արգում։ Այս մարդը չի ասել, ես վարչապետ եմ, ես պիտի վարչապետ։ Այս մարդիկ երբ որ սկսեցին այս հարցը, այսինքն փաստորեն իշխանությունը կուտը տալիս է։ Եվ նրանք ուրեմն մտնում են այդ ուրեմն վարչապետացուների քաստինգի մեջ եւ դա բացառում է արդեն իսկ այդ քաստինգը միավորումը հասկանում եք իշխանությունը ինչու սահմանեց այդ ընտրակարգը, չէ, որովհետեւ դա գոյություն չուներ նախորդ ընտրություններին այդպես չի եղել։ Պարզապես եղել է 5% դարձվեց 5-ը 4, բայց եթե դաշինք է ստեղծում 2-ի միջև, ուրեմն 7, եթե 3-ի միջև ուրեմն 10, այսինքն սա արեց, որպեսզի այդ միավորումը տեղի չունենա, որովհետեւ մեծ հաշվով այսօր ոչ մի կուսակցություն բացի այդ ռեսուրսայիններից, այսինքն օլիգարխներից եւ երկիրը թալանած նախկին նախագաներից։ Բացի դրանցից ուրիշ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ինքը 4%-ից 5%-ից ավել է հավաքելու։ Մեծ հաշվով այդպես է, բայց սա չի նշանակում, որ եթե կազմակերպված գնան եւ մեկը մյուսին օգնի ընտրությունների օրինականության վերահսկման հարցում, գոնե այս հարցում պայմանավորվեն, ինչպես դա եղավ իմ քավորությամբ 12 թվականին, երբ որ այդ բոլոր միասնական շտաբի անդամները անցան, հաղթահարեցին 5%-ը, մտան ազգային ժողով։ Միակ անդամը ես էի, որ իմ դեմը փակեցին, որտեղ տակի ինիցիատիվի նակազույմի։ Եթե այսօր այս տարբերակը գործի դրվի, բնականաբար հնարավորությունը, որ գնալով առանձին թեկուզ շարաշուներով կմտնեն ազգային ժողով եւ հետո կստեղծվի մի նոր, բայց արդեն ավելի արդյունավետ եւ դոդի վախերից զուրկ հրաշալի քարյակ եւ եթե այդպես լինի, բայց որպեսզի այդպես չլինի, այս ընտրարշավը Նիկոլ Փաշինյանը, որը շատ ճիշտ ասեց պարոն Սարգսյանը, նրան կարելի է շատ մեղքերի մեջ մեղադրել, բայց պետք չի կասկածել, որ նա հիմար չի։ Նա ուրեմն հատուկ ֆալստարտ արեց, գցեց քաղաքական ուժերին այս ուրեմն
բանի մեջ, Five Star-ի մեջ, Քարոզարշավի։ այո, ընտրարշավը կես տարի առաջ սկսեց ընտրություններից եւ ոչ ոք չասեց, այ մարդ, օրենքը խախտում ես։ Մեկը չասեց, չէ՞, խորհրդարանական տիտղոսային ընդդիմությունից, ես ինչ ես անում, խորհրդարանում նստած իրանք ընդունեցին, դա ինչու, որովհետև իրենք էլ չեն ուզում, որպեսզի ստեղծվի երրորդ ուժ, այսինքն մի մեծ համախմբում ստեղծվի, կամ որպեսզի արտախորհրդարանական ուժերը կարողանան իրենց ռեսուրսները իմի բերել եւ վերահսկել ընտրությունների ընթացքը, որ այս երկու հանցագործները չկիսեն իրար մեջ ձայները, բաժան չանեն, տարբեր անազնիվ տեխնոլոգիաներին դիմելով, իսկ անազնիվ տեխնոլոգիան այսօր եւ ուրեմն արհեստական բանականությունն է եւ տարբեր այլ տեխնոլոգիաներ են, մենք դա գիտենք։ Ուրեմն այս իրավիճակում ամեն ինչ անում են, որպեսզի այս մասնակիցների միջև հարաբերությունները այնպես սրվեն, դրա համար գցեցին այդ քաստիկը, ով կլինի վարչապետ, ով կլինի վարչապետ, բլոգերների մակարդակով գցում են, բայց միջկուսակցական հարաբերությունները դրանից սրվում են եւ բացառվում է, որ այս ֆոնի վրա հնարավոր լինի համախմբել քաղաքական ուժերին, նույնիսկ ես իմ հմտություններով դա չեմ կարողանալու անել, եթե այսօր իմ առաջ այդ խնդիրը դրեցի, որովհետեւ սրանք հատուկ ընտրարշավի մեկնարկը տվեցին 4 ամիս շուտ օրենքով նախատեսվածից, որպեսզի այնպիսի ֆոն ստեղծեն, որ բոլորը հետ կռվեն։ Պարոն Հովհաննիսյան, թվականին նույնն է եղել։ Ես կուրսի մեջ եմ եղել, թե ինչ ա եղել։ Եթե Արտակ Սարգսյանը համենայն դեպս Հայաստանի իրականությունում դեռ նոր է, առաջին անգամ է եւ կուսակցություն ստեղծել եւ քաղաքական պայքարի մեջ մտել, ես ասում եմ Հայաստանի, ճիշտ եմ ասում երևի թե դուք փորձ ունեք, բայց այս իրողությունները Հայաստանի իրականությունն է։ Դուք բազմա տասնյակ տարիների փորձ ունեք արդեն, հա, 2 տասնյակ տարի նվազագույնն է, որ ես գիտեմ, իմ աչքի առաջ է դա եղել։ Եվ ներկա եղել հենց այդ կռվախնձորի իրադարձություններին, որ հային սպանել հենց ազգային ժողովում։ Այո, այդ մի խոսքով այդ ամեն ինչը մեր աչքի առաջ է եղել, հոկտեմբերի 27։ Եթե դուք ասում եք, որ այս պահին եւ այդ վերահսկվող ընդդիմությունը եւ իշխանությունը նրանք միահամուռ, այսպես ասած, վերահսկում են այս ընտրարշավը, իրենց ռեսուրսներով, իրար պաստալով իրենք պահում են սահմանը փակ, դռները փակ են պահում։ Ես ինչու այդ նախաբանը ասի, եթե պարոն Սարգսյանը չունի փորձ ճեղքելու, նորից նույն հարցն է, ինչպես ճեղքել այդ դարպասը, այդ դուռը բացել, դուք ձեր փորձով ինչ կարող եք ասել, թող չլինի միայն Քոչարու թեման, ես դրա համար անվանումներ բերեցի ասի, եւ տարբեր կուսակցություններ կան, որոնք եւս ուզում են մտնել այդտեղ, այդ խաղի մեջ, փաստորեն ստացվում է, որ չեն կարողանալու, համեցեք։ Տեսեք, երբ որ ուրիշները պրոբլեմ են տեսնում, ես տեսնում եմ հնարավորություններ։ Հիմա այդ որ մարդիկ անում են, ես այդտեղ ավելի լայն հնարավորություններ եմ տեսնում։ Հիմա շատ չբարձր է։ Չէ, իմ հարցը լինելու է շանս ունեք, եւ դուք հիմա պատասխանում եք այ իմ հարցը դա է լինելու։ Այս իրավիճակում վերահսկվող ընտրապայքարի իրավիճակում դուք շանս ունեք։ Մեծ շանս ունենք, իհարկե առաջինը հենց ժողովուրդն է, նա պետք է հասկանա, որ այդ ապագան չի, հենց քո ձայնն է քո ապագան եւ հակառակը քո ապագան քո ձայնն է։ Ժողովուրդը պետք է դա հասկանա, մեր հիմնական գործերից հենց ժողովրդին նույնիսկ ստիպել, հա, ոչ թե որպեսզի լինի մասնակցություն եւ ժողովուրդը հասկանա ինչի եզրին ենք արդեն կանգնած, որ այս մարդասպանների էս ողմակ էլ մյուս անգամ քաղաքականության մեջ մտնելու նույնիսկ մտադրություն չունենա, հա։ Ինչ է նշանակում, եթե օլիգարխովա երկիրը որոշում, հենա Ծառուկյանը թող գնա դառնա Բելոռուսիայի նախագահ, հա։ Ասենք կամ կարա Սամվել Կարապետյանը Ռուսաստանում ասի ուզում եմ դառնամ ստեղի նախագահ կամ քանի օր իրանց կյանքը։ Եթե մենակ փողն է,
Ըստ քննիչների մենք մեր ընտանիքը ամենաշատ փող ունեցողն է, ես ուրիշներին չեմ հաշվում, հա, ասենք այն ինֆորմացիան, որ իրանք դրել են քրեական գործերում, եւ դատարաններում հնչեցնում են, ասում են ինչ Կարապետյան, այս ընտանիքը ամենաշատ ունեցողն է։ Եթե մենակ փողն է, հարց որոշում, հա, եթե մենք սկզբունքներից հրաժարվենք, որ 4 տարի մարդը մինիմում պիտի ապրի այս երկրում ազգի ցավերը ունենա, այս մարդիկ 10 տարի էլ ապրեն երկրում, այս ազգի ցավերը չեն իմանա, իրանք իրանց այդ տներում փակված, իրանց շքազորերով շարժվող, ինչ պետք է այդ Դուք գիտեք ցավերը ազգի։ Իհարկե, մենք այս ազգի մեջ ենք։ Մենք այն ինչ որ հնչեցնում ենք, այս ազգի հույզերը, ցավերն ենք հնչեցնում։ Իսկ իրանք ինչ են հնչել։ Մի հատ խելոք բան լսել եք, 300,000 աշխատատեղ։ Աշխատատեղ լիքն է, որ խանութի դեմով քայլում ես, աշխատողա պահանջում։ Մարդիկ գնացել են այս երկրից սոցիալական անարդարության, անվտանգության հարցերով, քայլեք որտեղ ուզում եք։ Տեսեք, ինձ աշխատողա պետք, ես աշխատող չեմ գտնում, հասկանում եք։ Այդ 300,000 հնդիկ եք բերելու, թե ադրբեջանցի եք բերելու։ Կամ այդ իսրայելցի եք բերում գեներալի, որ Իսրայելի համակարգը ձախողվել է, Պարսկաստանի նավթալինա, հա, այդ 3 հատ համակարգ ունեն, հա, այդ Iron Dome, Железный կուպել, David Sling, հա, Դավիթի պարսատիկը կամ Ռագատկեն եւ Արո, հա, այդ աղեղը։ 3 համակարգն է ձախողվել է։ Այսինքն ոչ թե ձախողվել է, այսինքն այնքան է հնացել, մենք գնալու ենք այն հռոմեական կայսրության նույն բանաձևով, որ սենատորի բարեկամը թուր էր արտադրում եւ հիմնական անկումը, որ այդ դարբնոցը, իրանք թրերը կարճ էին անում եւ բարբարոսներին չդիմացան, հա։ Ուզում եմ ասեմ, տեսեք, իրականությունից զուրկ ուժեր, այն մեկն էլ այնքան վստահ չի, որ 4% հավաքելու է, հա, խոսքը Ծառուկյանի մասին է, որ 4-5 հատ մարդ է բերում Նոյան Տապան անունով, ձեր Նոյան Տապանն է, չգիտեմ։ Մտքով ինչի աբրահամցել պարզ չի։ 4 չէ, թե Նոյին ասում են, չէ, Նոյին ասում են անգլերեն every beast, հա, ամեն կենթանուց, հիմա թե այդ մարդկանց վարքաբեկումա կենթանիները դնում դրանց անունը, որ հավաքի, հա, Նոյին չեն ասում մարդ վերցրու, Տապանի մեջ ասում են ամեն կենթանուց, հիմա թե տեկողներին ինքը կենթանու տեղա դրը, այնքան անվստահ է, որ այդ 4%-ը չի հավաքելու, ու խոցելի, ամեն մեկի վրա, 300 միլիոն սրա վրա, 150 միլիոն սրա վրա, բա ժողովուրդը ոնց է հավատալու, որ սրանք գործարքի չեն գնալու, եթե վաղը Փաշինյանը կանչի ասի, այդ քո 300 միլիոնից ձեռ չեմ տալու։ Մանավանդ Ծառուկյանը գնացել է քանիցս գործարքների։ Հա, բոլորս գիտենք այդ հայտնի դեպքերը։ Լավ, պարոն Սարգսյան, պարոն Հովհաննիսյան, ցավոք սրտի մեր ժամանակը, որը հատկացվել էր մեր հաղորդմանը, ավարտվեց, բայց ես առաջարկում եմ գուցե հենց հիմա հայտարարեմ, շաբաթ օրը շարունակենք մենք այս զրույցը, նորից հավաքվենք, որովհետև շատ հարցեր կան, բացի Իրանից մենք մոտեցանք ահագին այդ հարցին, թե ոնց, ինչպես կարելի է, այդ շանսի հարցն է, ինչպես ունենան ուրիշները, որոնք այս կառավարվող շղթայից դուրս են մնացել, այնուամենայնիվ իրենց ընտրազանգվածի հետ կարողանան շփվեն եւ ունենան իրենց հետևորդները։ Այսինքն մենք հարցեր ունենք։ Շաբաթ օրը ես կհրավիրեմ ձեզ նորից։ Մի հարց, որ շատ հրատապ է, ես կուզենայի տալ, ընդամենը մեկ։ Համեցեք։ Տեսեք ինչ տեղի ունեցավ, պարոն Սարգսյան, ուրեմն մենք այսօր հայտնեցին, որ օգնություն ենք ուղարկում Իրանին, դեղորայքի տեսքով Իրանին, բայց դա արեցինք, դուք չեք կարծում, որ ուշացումով, այն բանից հետո, երբ Ռուսաստանն երեք չի առաջորը Ադրբեջանով Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանով, Լենկարանով, պատկերացնում եք, ուրեմն ռազմավարական բազան էստեղ է իրանց, չէ, ռուսական բազան էստեղ է, մենք ենք ռազմավարական դաշնակից համարվում, բայց չգիտես ինչի Ռուսաստանը ուղարկում է օգնությունը Ադրբեջանով, Լենկորանով,
ուրեմն եւ երկու օր դրանից հետո միայն մինչդեռ մենք առաջինը պետք է ձեռք մեկնեինք, որովհետեւ մենք մերձավոր հարևաններ ենք, մենք երևի թե հաշվի առնելով այն մեծ օգնությունը, երբ մեր ծանր ժամանակներում Իրանը 90-ական թվականներին, երբ շատ ծանր վիճակում էր Հայաստանը, հացի հարցուներ եւ այլն, Իրանը մեր կյանքի ճանապարհն էր։ Մենք պետք է որ իհարկե առաջինը լինեինք այդ հարցում։ Հիմա հարցը հետևյալն է, լավ, այս ինչպես եք մեկնաբանում, Ռուսաստանը ինչու այսպիսի քայլ արեց, սա ինչ է, ապտակա Հայաստանին, թե ակնարկավոր մենք, որտեղ այստեղ շատերը հույսեր էին կապում, որ Ռուսաստանի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ փոխվել է, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շատ, ես կասեի, այսպես մարտական անհաշտ մոտեցումներ էր ցուցաբերում Ռուսաստանին հետաքրքրող հարցերում։ Շնորհակալություն։ Սպուտնիկը փակեց։ Այո, պարոն Սարգսյան, կարճ եթե կարելի, որտեղ ժամանակը։ Ես կասեմ, որ Ռուսաստանը այսօր մեր երկրի հետ չի, ես չեմ խոսում իշխանություններին, իշխանությունները ուրիշ է, մեր երկրի հետ չի։ 90-ականներին մեր հետ էր, մենք հաղթանակեցինք, այսօր Ռուսաստանը Ադրբեջանի հետ էր եւ Ադրբեջանը շատ երկար բան այսօր խոսանք, կասեմ, որ այսօր մեր վրա կան վտանգներ հենց հայտնվելու ռմբակոծությունների մեջ, թե Պարսկաստանի այս իշխանությունները ամսի 24 կարելի է մտածել, որ իրանք չեն ուզում այդ հավաքը, միգուցե մի տեղից մուրան, մի հատ դրոն, մի հատ մի բան նախորդին ընկնի, որ ամսի 24-ը չլինի, երկու կողմն էլ ամսի 24-ի վրա ծրագրել։ Ապրիլի 24-ը։ Այո։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, կհանդիպենք, կշարունակենք զրույցը։ Շնորհակալություն։ Պարոնայք, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ Քոչարի կուսակցության նախագահ պարոն Արտակ Սարգսյանի հետ ենք զրուցում։ Զրուցվարում եմ ես Գայանե Առաքելյանս, բարին ձեզ։